քանի որ յուրաքանչյուր մարդ կյանքից երջանիկ լինելու ակնկալիքներ ունի եւ յուրաքանչյուր մարդ պատրաստ է իր ներուժը նվիրումը այդ երջանկության հասնելու եւ երջանիկ լինելու ծառայեցնի։ Տոները արտառոց դերակատարում ունեն։ Նոր տարվա հուզականություն եւ դիտարկում ես յուրաքանչյուր մարդու մղում ունի, որ այն ինչ որ վատ էր ոչ երջանիկ էր եւ այլ, այդ ամբողջը ավարտվի, բայց դա հենց ինքը մարդն է կամ հեղինակը կամ ապրեցնողը կամ ոչ ապրեցնողը, այս կերպ ասել։ Այդ տեսանկյունից ներկայիս տոնվող հունվար մեկյան հոգեբանությամբ հայ մարդը կամենում է, որ եւ այդ կերպ էլ ասենք նոր տարին նշելով, որպեսզի այդուհետ լավ գնա, երջանիկ լինի եւ ասենք վատ բաներ ավերածություն կառուցողական լինի այդ ամբողջը, սակայն սկզբունքորեն ոչինչ չի մնում, որովհետեւ նոր տարվա տոնային գաղափարախոսությունը իսկ յուրաքանչյուր տոն պետք է ծառայի ինչ որ գաղափարախոսության։ Չկա այդ գաղափարախոսությունը։ Մարդկային կամեցումներ կան, բայց այդ կամեցումները մարդեղեն են, որովհետև եւ չար մարդն է նոր տարի տոնում մեծ շուկով եւ բարի մարդը։ Իսկ բոլորը պետք է դավանեն եւ այդ աստվածադիր օրենքները պետք է լինի նպատակը եւ մղումը։ Այդ տեսանկյունից այդ հուլյան տոմարով կոչված հունվար մեկյան այդ նոր տարի կոչվածը, որը ընդհանրապես ավերեց գոնե մինչ այդ նավասարդյան նոր տարին, չէ, օգոստոս 11-ը, այնտեղ կար գաղափարախոսություն։ Հայկ Բելյան հաղթանակն էր եւ գիտենք ինչ որակների եւ հանուն ինչի է սա արվել եւ դա նշվում էր։ Հիմա հունվար մեկի պարագայում մնացել է նոր տարվա խորհուրդը նշելու պարագայում գաղափարախոսության առումով ինչի համար է սա։ Չկա որպես այդպիսի հավաքական, ընդհանրական բոլորի համար համընդհանուր որպես այդպիսին ճանաչում գոյություն չունի։ Այդ տեսանկյունից ես ինչու եմ ծանրանում հունվար մեկյան, որովհետև դա սկիզբն է, առանցքն է ամբողջ եւս մեկ պտույտի հողագնդի արեգակի շուրջ եւ եւս մի իմաստավորման եւ ըստ իս նոր տարվա հիմքում պետք է լինեն այն օրենքները, նորից եմ կրկնում, որոնք համապարտադիր են պահանջներ յուրաքանչյուր մարդու համար ինչ անել եւ ինչ չանել։ Ըստ իս դրանք անընդհատ պետք է ակտիվ պահվեն, չարը որն է, բարին որն է, ինչ չի կարելի, ինչի կարելի է եւ անընդհատ արթուն պահելը պետք է տոնի հիմքում այդ գաղափարությունը պետք է տրվի։ Իդեպ տոները մեծերի համար չեն, մեծերի համար պատասխանատվության խնդիր ունեն, փոքրերի պատանիների համար դրանք օրենքներ են։ Դրանք դրոշներ են, եթե տարեց մարդը արդեն ապրել է քանիցս եւ իմաստավորվել տոների առումով, չէ՞։ Նոր աշխարհ եկած, նոր ճանաչում ձեռք բերող մարդու համար դա առանցքային դրոշմի կնիքի կարևորություն ունի։ Եթե երևույթի տոնի գաղափարախոսությունը չի մտնում մարդու էության մեջ, մարմնի, հոգու մեջ դրոշ կնիկ չի թողնում գաղափարախոսության տեսքով, դա անիմաստ եւ ունայնացնում է մարդու ձևավորումը պարզապես։ Արդյունքում ունեն մենք անկապ ընդհանրական արժեքներով չապրող, միայն եսակենտրոն ինքնանպատակ ապրող մարդ։ Եվ պահանջը սկզբունքի տոների նկատմամբ վերաբերմունքի հայ ազգի հանդեպ արտառոց կարևոր է, որովհետև նորից հատկանշեմ, որ հայ ազգի վրա մեծ ժամանակագրային եւ պատմական բեռ է դրված։ Աստվածադիր օրենքները վերականգնել իր սեփական կացութաձևի մեջ, իսկ քրիստոնեությունը դա իզմ չէ, դա կենսաձև է,
Այսինքն վերադառնալ եւ ապրել քրիստոնյա վայել, այսինքն աստվածադիր օրենքներով եւ նույն օրենքները հողագնդի բոլոր ծագերում, բոլոր վայրերում, բոլոր ազգերի մեջ Աստված սփռել է հայ տեսակին առաքելության խնդրով իդեպ որպեսզի այդ աստվածադիր օրենքները փոխանցվի այլ ազգերի։ Այսինքն երկու խնդիր ունենք. վերադառնանք մեր աստվածադիր ինքնությանը, որը բխում է Նոյի, Հայկի ժամանակներից, վերադառնալ դրան եւ նույն ապրելու կերպը, կարգը փոխանցել այլ ազգերին եւ արտարոց կարևորելով տոները այդ խնդրի մեջ մեզ համար եւ կողքից դիտողների ես շնորհավորում եմ հողագնդի վրա գտնվող բոլոր հայախոս հայ հատկապես մարդկանց սուրբ ծնունդը եւ նոր տարի ձեզ բոլորի տրված է առաքելություն ոչ թե վտարանդի եք ոչ թե հեռացել եք հայրենիքից, այլ առաքելություն ունեք յուրաքանչյուրդ այլ ազգերի միջավայրում աստվածադիր օրենքները տարածելու խնդիր ունի Աստված եւ խնդիրը շատ մեծ է ձեր իսկ ես կամենում եմ որ ձեր առաքելությունը օր առաջ ճշտեք ձեզ համար ձեր կերպի կացուտաձևի մեջ աստվածադիր օրենքները վերահաստատեք դա փոխանցեք այլ ազգերի մարդկությանը եթե չպահպանես յուրաքանչյուր հայ մարդ ինքը կորսված է եւ այն ազգերը որոնք օր առաջ չեն վերադառնա աստվածադիր կարգին կգնան պարզապես պատմության գիրկը